Հայկական ձկնամթերքը եվրոպական վիզան ստացել է ու արդեն 3 օրից մարտի 16-ից ճամփա կարող է ընկնել։ Հարավկովկասից առաջին ուղևորությունն է։ Սրա համար մեր պետությունն ավելի քան 8 տարի բանակցեց, ուրեմն հենց ամսի 16-ից արտահանում կլինի, պաշտոնյաները չեն կարծում, տեղեկացնում են, արտահանողները դեռ համապատասխան համակարգում պիտի գրանցվեն, որ եվրոպացիներն անհատապես ասեն, ումից ինչ պահանջ ունեն։ Նախնական թույլտվությունը հարցանանում մեզանից արտահանման հետ կապված, մենք դա գրանցում ենք, տեսնում ենք ինչ չափորոշիչներով արվելու փորձաքննությունները ու արվում է իրանց էլ տեղեկացումը դրա մասին, լաբորատոր փորձաքննություններ արվում է, տալիս ենք սերտիֆիկատը արտահանման։ Եվրոպական շուկա, բայց հայկական ձկնամթերքը ռուսական, ամերիկյան ու Միացյալ Էմիրությունների շուկաներում վաղուց արդեն իր տեղն ու դիրքն ունի, ու այնպես չէ, որ վերջիններիս չափանիշները խիստ չեն, ձկնաբույծների միության նախագահն է ասում։ Վերամշակող արտադրամասերը մեզ մոտ 90% եւ ավել հագեցած են եվրոպական արտադրության տեխնոլոգիաներով, այսինքն ձկնաբույսներն էլ ժամանակին գիտակցել են, որ քայլեր պետք է կատարվի նաեւ այլ շուկաներ, այսպես ասած, նվաճելու հետ կապված։ Եվրոպական շուկայի 80%-ից ավելին նորվեգական ու դանիական ձկնամթերքինն է, հայ արտահանողների ասելիքը լսելի կլինի այդտեղ։ Մասնագետները հաստատում են, մեր արտահանողները լուրջ մրցակցության հետ են գործ ունենալու, սակայն թելադրողը մեկ է, որակն է լինելու։ 2024 թվականին ունեցել ենք շուրջ 27000 տոննա արդյունաբերական արտադրված ձուկ եւ ձկնամթերք, մոտավորապես 4-5%-ով ավելի աճ է եղել 23 թվականի համեմատությամբ եւ հուսով ենք, որ նման նշված գործընթացը ինքը ավելի խթան կհանդիսանա, որպեսզի մեր ձկնաբույսները կարողանան ավելի շատ ձուկ եւ ձկնամթերք արտադրեն։ Հայկական ու եվրոպական շուկաների համար արտադրանքի տարբերություն կլինի, ասենք արտահանման ենթական ավելի լավը լինի։ Մասնագետները վստահեցրին, այդպես չի եղել ու չի լինի։ Իսկ արտահանումը եթե իրականացվի ցամաքային ճանապարհով, ապա առավելագույնը 4-5 օր կտևի։ Եվրոպացիները գիտեն, մսամթերքը շուտ տեղ հասցնել է պետք։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական,